բողոքարկման արդյունքները արդեն ամփոփված են եւ ես կարող եմ ասել, որ մենք ունենք ավելի քան 9600 ուսուցիչներ բողոքարկման արդյունքները հաշվի առնելով, որոնք որ անցել են կամավոր ատեստավորումը հաջողությամբ եւ բարձրացված վարձատրություն կստանան արդեն այս ամսվանից սկսած եւ նրանք կազմում են մեր ուսուցիչների շուրջ 31%-ը։ Սա շատ լավ ցուցանիշ է, սա ցույց է տալիս, որ կամավոր ատեստավորման համակարգը ամբողջությամբ կայացել է եւ շարունակում է զարգանալ։ Միևնույն ժամանակ մենք անընդհատ հանդիպումներ ենք ունենում ուսուցիչների հետ, որպեսզի հասկանանք ինչ բարելավման տեղեր ունենք եւ այս աշխատանքն կազմում է մեր շարունակական քայլերի մի մասը, բայց սա նաեւ արտացոլվում է այն ֆինանսավորմամբ, որ տրամադրվում է ուսուցիչների խրախուսման ծրագրերին եւ մասնավորապես 2019-ին ուսուցիչների հավելյալ խրախուսման համար հատկացված է եղել 266 միլիոն դրամ։ 2025-ին մենք այս ուղղությամբ ծախսել ենք 15.2 միլիարդ դրամ։ Եթե այդպես տոկոսային աճերի տեսանկյունից խոսենք, տոկոսը 1163 է, բայց նաև այն պատճառով, որ մենք սկսել ենք այսպիսի ուրեմն սահմանափակ ծրագրերից։ Սա ոչ միայն թիվ է, այս թվի հետևում հնարավորություններ են, որոնք հազարավոր ուսուցիչների են ընձեռվել, մասնավորապես գիտեք, որ մենք գյուղական փոքր դպրոցների ուսուցիչների համար ունենք առանձին հավելավճարի ծրագիր, բնագիտական առարկաների եւ տեղեկատվական տեխնոլոգիայի ուսուցիչներն են այս ծրագրերի շահառու, կամավոր ատեստավորումն է, տարակարգի նոր մեխանիզմն է, եւ այս բոլորը բնականաբար ընձեռում են նոր հնարավորություններ եւ 26 թվականին մենք արդեն իսկ այս նպատակների համար հատկացրել ենք շուրջ 20 միլիարդ դրամ եւ սա նշանակում է, որ մեր ուսուցիչները էական հնարավորություններ ունեն իրենց վարձատրությունը բարձրացնելու, ասեմ, որ այս դպրոցում էլ որտեղ մենք գտնվում ենք, կան ուսուցիչներ եւ նրանք քիչ չեն, ովքեր հաջողությամբ հաղթահարել են թե կամավոր ատեստավորումը եւ թե նաեւ բարձր աստիճանի տարակարգ ունեն, այնպես որ եթե իրենք ցանկանան, կարող են նաև լրացուցիչ տեղեկատվություն փոխանցել իրենց փորձառության մասին եւ կիսվել այն տվյալներով, որը երբ ես միշտ հայտարարում եմ, միշտ լինում է թերահավատության մի ալիք, երբ որ խոսում եմ այն մասին, որ մենք այսօր ունենք բարձր վարձատրվող ուսուցիչներ եւ նրանց թիվը գնալով ավելանալու է, որովհետեւ ես արդեն նշեցի, որ ամեն երրորդ ուսուցիչը ատեստավորված է։ Եվ գիտեք, ես մի ցուցանիշ էլ կուզեմ նշել, որի մասին նախորդ տարիներին առիթ ունեցել եմ խոսել, դա ցույց է տալիս կառավարության քաղաքականության արդյունավետությունը։ Խոսքը համակարգ մուտք գործած նոր ուսուցիչների թիվն է եւ առիթ ունեցել ենք հնչեցնելու 2023-24 ուսումնական տարվա ցուցանիշները։ Այսօր ես ուզում եմ ավելի թարմ տվյալներով կիսվել ձեզ հետ 24 թվականին եւ 25 թվականի առաջին կիսամյակ մեր դպրոցներ մուտք են գործել ավելի քան 4000 նոր ուսուցիչներ։ Դրանք մարդիկ են, որոնք մինչև այդ չեն դասավանդել դպրոցներում եւ 24 եւ 25 թվականի առաջին կիսամյակի դրությամբ 25-26 ուսումնական տարվա առաջին կիսամյակի ներողություն դրությամբ մեր դպրոցներում աշխատում են որպես ուսուցիչ։ Եվ եթե մենք նայենք նրանց բաշխվածությանը, օրինակ ըստ տարիքային կազմի, ապա կարող ենք տեսնել, որ այս ուսուցիչների կազմում շուրջ 80%-ը կազմում են մինչև 45 տարեկան մարդիկ։ Ինչ է սա նշանակում։ Մի շատ պարզ բան, որ կառավարության այս քաղաքականությունը, որը ուսուցչի մասնագիտության, գրավչության բարձրացմանն է միտված, կոնկրետ արձագանք է ունենում եւ այն մարդիկ, ովքեր նախկինում գուցե չէին մտածել դասավանդման մասին, գուցե իրենց փորձում էին այլ ասպարեզում, վերադառնում են դպրոց կամ մտնում են դպրոց աշխատանքի եւ այդ ուսուցիչները գալիս են նաեւ համալրելու մեր ուսուցչական համակազմի շարքերը, որոնք մեծ ծավալի աշխատանք են անում եւ առիթից օգտվելով ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար։